Թողեք այդ ժողովուրդը ապրի։ Այսքանը ճիշտն ասած շատ բան կա խոսելու, բայց եկեք տեսնենք մեր Վարդան այսակ առաջարկի ձեզ կխոսի ձեր հետ, թե ինչպիսի լուծումներ ունենք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայան, նախ ցանկանում եմ հավելել, որ այս ամիսներ տևած երկար աշխատանքի շրջանակներում մենք ոչ միայն այստեղ բերել ենք ներկայացնենք ինչ-որ սկրինշոթներ, այլ նաև հստակ կոորդինատներով նշել ենք, թե որ տարածքներում են տեղի ունեցել ներխուժումները, որպեսզի պաշտպանության նախարարը իրազեկված լինի, հնարավոր է այդ դեպքում ավելի լավ կարողանա իր աշխատանքը իրականացնել։ Ինչ վերաբերվում է լուծումներին, ցանկանում եմ նշել նախ եւ առաջ, որ խաղաղությունը հնարավոր է միայն, եթե մենք հզոր լինենք, եթե մենք ուժեղ լինենք, մեր բանակը լինի մարտունակ եւ ապահովված լինի ռազմական բալանսը, եւ այդ պատճառով մենք գտնում ենք, որ առաջին քայլը, որ պիտի արվի, դա բանակցային սեղան վերադարձնելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը, որը որ մեզ համար կապահովի նախ եւ առաջ բանակցային շատ մեծ խորք եւ կանգ առն այս զիջումները, որ տեղի են ունենում կառավարության կողմից, իսկ ինչ վերաբերում է բուն արդեն անվտանգային քայլերին, պարոն Թաթյանը իր ուղերձի մեջ նշել է այն 4 քայլերը, որոնք որ առաջնահերթ պիտի իրականացվեն, դրանից առաջինը հանձնաժողովի ստեղծումն է, որը որ 6 ամսվա շրջանակներում պիտի ներկայացնի համապարփակ պաշտպանության մեր ծրագիրը, ու որը կսկսվի իրականացնել հենց մեր կառավարությունը ստանձնելուց հետո։ Երկրորդը եւ իմ կարծիքով ամենակարևորը դա ռազմական բյուջեի ավելացումն է, այսինքն մենք գտնում ենք, որ պիտի ընդունվի օրենսդրություն եւ մենք ընդունենք այդ օրենսդրությունը, որ ռազմական բյուջեն չի կարող նվազ լինել Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի 8%-ից, ինչն իրենից ենթադրում է, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետության բյուջեն ի տարբերություն ներկայիս բյուջեի արդեն ավելացած կլինի $1 միլիարդ։ Երրորդ քայլը դա այն է, որ մենք այդ տվյալ բյուջեից $500 միլիոն ուղղելու ենք Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերություններին, որպեսզի շատ արագ տեմպերով զարկ տանք ռազմական արդյունաբերությանը, եւ չորրորդը արդեն 44 օրյա պատերազմի ազգային ժողովի կողմից զեկույցի հրապարակումն է, որը որ արդեն կհեշտացնի պատասխանատվության ենթարկելու գործընթացը, որպեսզի մենք ինքներս հասկանանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել ու հետագայում դրանք չկրկնենք։ Վարդան, դուք ասացիք, մենք չենք բերել սկրինշոթեր զուտ հանձնենք ՊՆ, այլ ուզում ենք տեղեկացնել, որ նման խնդիր կա։ Կարծում եք պաշտպանության նախարարությունը այդքան անադեկվատ է, որ ընդհանրապես տեղյակ չի իր տարածքում ինչ է կատարվում, այսինքն դուք եկել եք զուտ նոր տեղեկացնել, կարծում եք ՊՆ-ն ընդհանրապես չի վերահսկում այդ տարածքները, չի նայում ինչ է կատարվում եւ ձեզանից պիտի իմանա։ Ինչպես գործընկերս նշեց, տեսեք, պաշտպանության նախարարությունն ասելով մենք չենք հասկանում միայն պաշտպանության նախարարին։ Բնականաբար քաղաքական ղեկավարությունը տեղյակ է այդ առաջխաղացումներից։ Մեր նպատակը այստեղ ոչ թե հենց պաշտպանության նախարարին կամ Նիկոլ Փաշինյանին սրա մասին տեղեկացնելն է, այլ մեր լայն հանրությանը, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ հասարակությունը ամեն անգամ այս հին նույն խոսույթը, որ խաղաղությունը զոհ չունենք սահմանին, այս ամենը սուտ է, այսինքն ամեն անգամ մենք մաս առ մաս մեր երկիրը հանձնում ենք ու արդեն հնարավոր է, որ մոտ ժամանակներս նրանք գան ու վերահսկողություն հաստատեն հենց օրինակ Երևանի մատուցներում։ Խնդիրը հենց սրանում է, ոչ թե նրանց անտեղյակ լինելը։ Հիմա այո, հիմա հարցերին պատասխանից հետո իշխանության գալ դեպքում խաղաղ ճանապարհով եք տարածքները հետ բերելու, թե պատերազմ։ Տեսեք, այսպես ասեմ, ես ինքս որպես պատերազմի մասնակից դեմ եմ պատերազմին ու շատ կարևոր նկատառում անեմ, որ կառավարությունը որևէ բարոյական իրավունք չունի պատերազմ բերելուց խոսի, որովհետև ես օրինակ իմ կյանքն եմ վտանգի ենթարկել հանուն պատերազմի, հանուն խաղաղության, այսպես ասեմ, իմ ընկերներն են զոհվել, այսինքն մենք շատ լավ ենք պատկերացնում պատերազմի գինը ու ինչ գին պիտի վճարենք։ Մենք միայն գնալու ենք խաղաղության ճանապարհով, բայց խաղաղությունը չի կարող հիմնված լինել կեղծիքի վրա, այսինքն բանակցային գործընթացը պիտի հիմնված լինի բացառապես փաստերի վրա, եթե իհարկե մենք ցանկանում ենք արժանապատիվ ու երկարատև խաղաղություն, ոչ թե ժամանակավոր ինչ-որ շղարշ նախընտրական այդպես քարոզարշավ իրականացնելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Եկեք այս սպասեք հստակ ֆիքսելու համար, գիտեք էլի, որ